Էլեկտրասղոցներն առավոտից գործի են դրվել Երևանի բակերում ու փողոցների վրա, կանաչապատողներն այսօրվանից սկսել են ծառերը թեթևացնել, ազատել չոր ճյուղերից։ Սանիտարական հետ ենք մենք կատարում ամբողջ Երևանում, մեկ ամիս ժամանակով։ Հիմա կոնկրետ այստեղ մենք այդ կատարել ենք երևի 2-3 տարի առաջ։ Միասնիկյան Արմենակյան հատման անկյունի այս բակն ի դեպ էտող բրիգադի գրաֆիկ է մտել բնակիչներից ստացած դիմում նամակի հիման վրա։ Տեղում պարզվեց շենքի տարբեր ապրողներ տարբեր պահանջներ ունեն։ Այսի կտրեք, Բարտին, ինչ ես հարսեմ ստեղա։ Ես տեսա, որ սաղ կանանչել էր ամառը։ Սա կոչվում է սանիտարական էդ։ Հա, բայց դուք այսի մի հատ վերացեք, որ չգրի շենքը չարթվի։ Այս կանասարը սա է, սա չենք կարող կտրել։ Մենք կանասարը չենք կտրել։ Բարտին թեթևացնում է։ Ես դե բնակիչ եմ 20 տարվա հարսեմ։ Վեճի առարկա Բարդին կանաչապատողները պնդեցին կենսունակը եւ հակառակ բնակչի պահանջին չկտրեցին, այլ վերևներում մացառուտի վերածված բունը մաքրեցին։ Ծառի մասին մտածողը բակ եղևից լվացքի պարանկը ձգի, անխղճություն է, մի բան էլ իրենց են թուքումուր տալիս նեղսրտեցին հուակի աշխատակիցները։ Ով որ չի հասկանում, եւ անգամ անիծում են։ Ինչի համար չեմ անում, մեր աշխատանքն են կատարում։ Ծառերը չեն էտում, որ մարդկանց ցանկությամբ մեկի պատշգամբի, մյուսի պատուհանի լույսը կարգավորեն։ Սա բույսին առողջ պահող երիտասարդացնող ֆիտոտեխնիկական ագրոմիջոցառում է մասնագետներին մի խանգարեք, հորդորում է քաղաքի դենդրոլոգը։ Ամեն մեկը բնակիչներից մոտենում են, ամեն մեկ իր ճաշակով էս արեք, այն արեք, խնդրում եմ, որ թողնեն մենք մեր գործը գիտենք ինչ ենք անում։ Բակերում առաջիկա օրերին նման խոսակցություններ հնարավոր է շատ լինել, որովհետև այս սեզոնի աշխատանքի մեծ մասը բնակչության նամակներով ու թեժ գծով ստացած մասնագետների գույքագրած էտի համար խոստացած հասցեներն են։ Ինչ որ էս գարնան անում, բոլորը այդ խոստումներն է։ Բնակիչներից ստացված։ Բնակիչներից, այսինքն ինքը դիմում է գրել, մենք խոստացել ենք, որ գարնան էդմանը իրականացնենք ու իրականացնում ենք։ 16 բակային գոտի միայն կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջաններում է մշակվելու։ Ամսվա իրենց պլանում կա նաեւ 22 հանրային տարածք եւ 2 փողոց։ Էդվող ծառերը հիմնականում 70%-ով թեղի են, մնացածը Բարդի, Հացենի, Թխկի։ Թվարկում է կանաչապատման տեղամասային պատասխանատուն։ Հստակեցնում, կտրվող ծառեր են լինելու, սակայն ոչ հիմա։ Ունենք հաստատված ծառահատման տոմսեր, որոնք միանշանակ իրականացնելու ենք այդ աշխատանքները, սակայն էդման ավարտից հետո։ Հիմա ոչ։ Այո։ Կտրվող ճյուղին տեսեք, մասնագետը նախորդ անգամ կանաչելու շանս է թողել, անարցունք, բնություն է, կլիմա է փոխվում, չորացել է, հատված մասն են ցույց տալիս էտող վարպետները։ Ծառերի հյութաշարժը սկսվել է մարտից, եղանակը միանգամից տաքացավ, աշխատանքները չուշացնելու համար կանաչապատողները վաղվանից կկրկնապատկեն ուժերը։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։